Բայց ավանդատուն մտնել է խստիվ արգելվում է։ Ես ասում եմ ձեզ, օրինակն եմ բերում ձեզ, եթե նորապսակ, ընտեղ կխոսենք, եթե նորապսակ զույգերը մտնում են եկեղեցի, մտնում են ավանդատուն վկայական ստանալու համար եւ դա չի արգելվում ձեր ձևակերպումով աշխարհիկ մարդիկ, ապա որն է խնդիրը։ Ով է ասել, որ աշխարհիկ մարդկանց ավանդատուն մտնելը արգելվում է։ Չկա նման բան։ Դուք նայել եք, տեսել եք Մայրաթորի հայտարարությունը, որ ասում են փոխություն է Հովանաբանքում տեղի ունեցող, ինչպես կմեկնաբանեք օրինակ։ Անցյալ անգամ ես մեկնաբանեցի, որ ես չեմ ընդունում Տեր Արամի մասին որոշումը կարգալուծության։ Ուրեմն շատ մի կարևոր հանգամանք կա, որը պետք է բարձել։ Ով էր կարգալուծության հարցը որոշել։ Տեր Արամ քահանայի կարգապահական հանձնախումբը հարց է ծագում, կարգապահական հանձնախումբը իրավական մարմին է, թե խորհրդատվական։ Եթե խորհրդատվական է, ապա ինչպես կարող է որոշել։ Իսկ եթե իրավական է, ապա ով է այն հիմնադրել եւ ինչ իրավական հիմքով։ Ուրեմն որևէ իրավական մարմին պիտի հաստատված լինի ազգային եկեղեցական ժողովի կողմից, բայց ազգային եկեղեցական ժողով վերջին անգամ գումարվել է 25 տարի առաջ, որի ժամանակ նման անձնախումբ չի ձևավորվել իրավական, որը որ ուժ ունենա կարգալուծ հռչակելու։ Իսկ եթե խորհրդատվական մարմին է, ապա կարծում եմ, որ խորհրդատվական մարմինը ընդամենը միջոց է խորհուրդ տալու համար կաթողիկոսին, գործիք է նրա ձեռքին եւ հատկապես վերջին ժամանակների զարգացումները մեզ ուրեմն կասկածի տեղ են տալիս այդ հանձնախմբի անդամների համաչափությունը նման հանձնախմբում շատ չպարզված դեռ հարցեր կան, բոլորդ էլ համացանցում եք, տեսնում եք ինչ է կատարում, ինչ լուրեր են տարածվում։ Մի ճշտող հարց է, ներողություն, քանի որ համացանցում էլ տարածվում է այդ տեղեկությունը, հիմա էլ ուղիղ եթերում ենք անդադ հարցում են, ասում են, ինչ կարգալույց հռչակված քահանա, նախկին քահանա Տեր Արամի մասին ասում, նաև ձեր մասին ասում են թիկնապահներով են պատասխանում, ով են մարդիկ, որոնք ձեզ ուղեկցում են, միշտ նույն մարդիկ Իմ ընկերներն են, իմ դասարանցին, իմ մանկության ընկերները, իր ընկերները Վարդենիսի տղերք են, որոնք որ իմ համակարգացիներն են, անցյալ անգամ եւս ես տեսա, որ հիմա տեսեք, իմ անվտանգության խնդիր չկա, ինձ ինչ է սպառնում։ Հարց եմ տալիս, ինձ ինչ է սպառնում։ Բայց ով է ասում, որ ինձ անվտանգության կարիք կա կամ ինչ-որ մեկ իմ անվտանգությունը հսկում է։ Հատուկ գալիս են, որ ձեզ ուղեկցեն։ Հիմա տեսեք, Վարդենիսից հատուկ մարդիկ գալիս են, որ ինձ հետ գան պատարագի մասնակցեն եւ աղոթեն։ Իսկ նախորդ անգամներն էլ է եղել, երբ են, քանի անգամ եք Անցյալ անգամն էլ իրենք եկել են։ Երկրորդ։ Բա ինչի մինչև էս չէիք գալիս, որովհետեւ ասում եմ երկրորդ անգամ եմ գալիս։ Այս պատարագին է երկրորդ անգամ գալիս։ Կոնկրետ էս վերջ իրադարձություններից հետո երկրորդ անգամ եմ ստեղ։ Բա մինչև այդ քանի անգամ եք եկել այստեղ մասնակցել պատարագի։ Չեմ կարող կոնկրետ պատասխանեմ։ Մեկ անգամ նախորդ պատարագին Սուրբ Գյուտ Խաչի Գյուտի տոնին պատարագի կարգը խախտվեց։ Նախ ժամը 10-ին պիտի մատուցվեր, որից 30 րոպե առաջ պետք է եկեղեցու վանքի զանգերը ղողանջային, որին զուգահեռաբար քահանաները մշտապես պատրաստվել են իրենց հագու կապն են կապել։ Հիմա ինչու նախորդ անցած ժամանակ միաժամանակ եւ եկեղեցու զանգերը հնչվեցին, ընդ որում 11:05-ին եւ միանգամից պատարագը սկսվեց ու ձեր կողմից ընդունելի քահանան էլ հագած կապած սպասվում էր եկեղեցու ներսում։ Ինչու։ Ձեր հարցադրումը պարունակում է անթիվ անհամար սխալներ, որովհետեւ ձեր ասած որևէ մի պահանջը որևէ տեղ գրված չի եւ միանշանակ չի եւ չի եղել երբեք։ Ես ամբողջ կյանքում պատարագ անելու պահին եմ զանգերը տվել եւ բոլոր եկեղեցիներում է այդպես, թե դուք ինչ եք ասում կես ժամ առաջ, 15 րոպե առաջ եւ ժամը պատարագ անելու որևէ եկեղեցում իր ժամը կա կամ ոնց որ որոշվում է, ով է ասել որ պատարագը պիտի ժամը 10-ին լիներ կամ 11-ին լիներ կամ 10-ին։ Նիկոլ Փաշինյանի այցով պայմանավորված։ Մենք 9:30 ժամը 8-ին էլ ենք պատարագ արել, երբ որ կորոնավիրուսի ժամանակ էր։ Աստծո համար ժամանակ չկա, այս անցյալ անգամ էլ ասացի։ Հիմա ինչու իմ արտակարգ իրավիճակ չի։
արտակարգ իրավիճակային իմաստով, որ ասում են օկուպացրել են եկեղեցին, փականներն են փոխել, խոչընդոտում է, մեկ ներողություն, խոչընդոտում է, ասում են այստեղ հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Սարգիս քահանայի, Տեր Մանուկ քահանայի ծառայություն։ Դուք այս մասով խնդիր չեք տեսնում։ Ես խնդիր տեսնում եմ ողջ հայ եկեղեցու մեջ, եւ խնդիրը ավելի շատ բարոյական եւ հոգեվոր է։ Ես չեմ տեսնում եղբայրասիրություն նման հայտարարություններ անողները, ովքեր որ ասում են օկուպացված է եւ այլն նման հայտարարություն անողները պետք է սիրով մոտենան, եթե իրենք հոգևոր են։ Իսկ ես կարծում եմ, որ եկեղեցում բոլորը պիտի հոգևոր լինեն։ Իսկ եթե որևէ մեկը գալիս է այստեղ ծառայելու կամ որևէ տեղ ծառայելու կամ իրեն հոգևորական է համարում, իր որոշումները պետք է սիրով լինի։ Հիմա այս պարագայում սիրով են նրան արգելել։ Ձեր հոգևոր եղբայրներին արգելել եկեղեցի մտնել, եկեղեցու դռան փականը փոխել, դրանք են սիրո դրսևորումները։ Սիրելիներ, ինչ կապ ունի եկեղեցու դռան փականը։ Եկեղեցու դռան փականը, ձեր ասած բոլոր հարցերը, ձեր տված բոլոր հարցերը բխում են հանգամանքներից։ Այսինքն եղել են դեպքեր, եղել են իրադարձություններ, փականի հետ կապված կարիք է եղել, որ եղել է։ Նման այդ հոգևորականներին հետ ինչ որ ընդհանուր ունենալու հետ կապված առիթներ են եղել եւ դա այդ հարցերը ուղղեք այն մարդկանց, օրինակ ասեմ, այդ հարցերը ուղղեք, լսեք, թողեք հարցս պատասխան։ Այդ հարցերը ուղղեք Տեր Արամին, որովհետեւ դա նրանց է կախված։ Ես ինչու պիտի այդ մանրամասներ ասեմ, թե ինչ է եղել, ինչի համար է եղել։ Նա ստել է, որովհետև նախորդային գործընկերներից հետ զրույցում ասել էր ես փական չեմ փոխել։ Ինչ կապ ունի Տեր Արամը ինչ է ասել։ Տեր Արամի տված հարցերը դուք ամեն օր իրեն այստեղ մոտենում եք, հարցեր տալիս եք։ Որ պատվիրանն է խախտել, երբ է ստել, ինչ է ստել։ Ես ասում եմ նախորդային գործընկերներից հետ զրույցում ասել է ես չեմ փոխել ոչ մի փական, միայն բնակարանի փականն եմ փոխել։ Ուրեմն մոտեցեք Տեր Արամին հարցրեք։ Ես ինչ իմա։ Ես ասում եմ փոխել է, թե ասում եմ չի փոխել։ Ես տեղյակ չեմ այդ փականից։ Ես փականերով չեմ զբաղվում։ Ես զբաղվում եմ աղոթքով, ես զբաղվում եմ մտածելով, թե ինչ պիտի արվի, որ այս եկեղեցու մեջ սեր լինի, հասկանում եք։ Ձեր հոգևոր եղբայրները հնարավորություն չունեն օրինակ գալ, մտնել եկեղեցի, աղոթել։ Իմ հոգևոր եղբայրները միշտ էլ առիթ ունեցել են աղոթելու, ծառայելու եւ իրենց եկեղեցիներում, եւ այս եկեղեցիներում, եւ ոչ միայն իմ հոգևոր եղբայրները, այլ նաեւ ողջ ժողովուրդը։ Իրենք չեն կարող Տեր Մանուկը Սիրելիներ, այս ամենը շուտով կվերջանա, բոլորն առիթ կունենան ամենտեղ աղոթելու։ Ինչ է զղջակ ձեր արածների համար, որ աշխարհիկ մարդուն եք աջակցել։ Տեսեք, մարդը պիտի զղջա, գիտեք, որ արարքի համար, որը որ վատ բան է արել։ Ես ինչ վատ բան եմ անում կամ արել, կարող եք ինձ ասել։ Եկեղեցու սրանով դուք դեմ չեք գնում։ Ինչ եկեղեցի, ինչ է նշանակում եկեղեցուն դեմ գնում։ Որ եկեղեցուն եմ դեմ գնում։ Հայ առաքելական։ Որտեղ հայ առաքելական եկեղեցին եւ ինչ քայլով եմ ես դեմ գնում, կարող եք ասել։ Ձեր միջև, ձեր ամենա Մայրաթորը արդեն իսկ հայտարարությունում ասել է։ Ինչ է ասել։ Որ փոխում են։ Տեր Արամ քահանան, որը կարգալույծ է եղել Ստեփան Ասատրյանը, պատարագի ժամանակ, տեսեք, դուք իմ գործընկերոջը ասում եք, որ իր հարցադրումների մեջ բազմաթիվ սխալներ կան, որ կարող է պատարագը այլ ժամի մատուցվել։ Ստեփան Ասատրյանը պատարագի ժամանակ կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունը եւ նա դրա մասին մեծ զրույցում հաստատել է, որ թեմակալ առաջնորդի անունը այո նա զեղչել է, քանի որ նրա հետ ունեցել է հակասություններ։ Սա դուք նորմալ եք համարում։ Ուրեմն սիրելիներ, որը ունի կոնֆլիկտ, միջանձնային կոնֆլիկտներ, պատարագի ժամանակ այդպիսով նաև բարոյալքելով եւ բարոյազրկելով եկեղեցին։ Վերջին մասի հետ համաձայն չեմ։ Ինչի, որ անհատներն են ձեզ համար բարոյազրկելով նման բան չկա եւ եթե ինչ որ պատարագի մի մաս զեղչվում է, դա չի նշանակում, որ ինչ որ մեկը ինչ որ մեկին բարոյալքում կամ բարոյազրկում է։ Խնդրում եմ նման սադրիչ հարցերով հարցերը նման սադրիչ ձևով չձևակերպել։ Ինչ վերաբերում է պատարագին անուններ հնչեցնելուն թե չհնչեցնելուն, դա Տերարի որոշումն է։ Ես կարծում եմ, որ ամեն հոգեվորական, երբ որ պատարագի անում եւ այդ պատարագին հնչեցնում է կաթողիկոսի անունը, թեմի առաջնորդի անունը, երբեմն նաեւ իրեն ձեռնադրող եպիսկոպոսի անունը, այդ մարդը աղոթում է այդ մարդկանց համար այդ պահին։ Հիմա եթե Տեր Արամը չի ցանկացել այդ պահին աղոթել այդ մարդկանց համար, ես ինչ կարող եմ ասել։ Իսկ ինչ է կարծում, քրիստոնեությունը ասում է, չէ՞, մի հատկապես չարացած մարդկանց համար, որպեսզի կարողանան բարի լինել, բարի գտնվել։ Մի ստեղծեք ձեզ համար։
արդեն կուրք են դարձրել Ստեփան Ասատրյանին եւ դուք էլ կարծես թե աջակցում եք, որ մյուսներն էլ Ստեփան Ասատրյանին։ Դե եկեղեցուն Դու գիտեք կուրքը ինչ է։ Կուրքը գիտեք ինչ է։ Կուրքը մի բան է, որին պաշտում են։ Ստեփան Ասատրյանին այստեղ ոչ մեկ չի պաշտում։ Ուզում եք բարձրաձայն հարցեք, թող բոլորը ձեզ պատասխանեն։ Լա։ Մի խառնեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։